Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն աշխատանքային այցով մեկնել է Սինգապուր։ Կառավարության աշխատակազմի տվյալով նա հանդիպումներ կունենա Սինգապուրի նախագահի, վարչապետի և խորհրդարանի խոսնակի հետ։ Նախատեսված են նաև հանդիպումներ ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնց գլխավոր թեման լինելու են Վրաստանում ներդրումային հնարավորությունները։ Կոբախիձեի պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Մակա Բոջորիշվիլին, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլին, կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլյանին։ Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչությունը վերջին օրերին իրականացված միջոցառումների արդյունքում Վրաստանից արտաքսել է 102 օտարերկրյա քաղաքացու։ Նրանց թվում են Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի, Պակիստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի և այլ պետությունների քաղաքացիներ։ Գործող օրենսդրության համաձայն արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել Վրաստան։ Վրաստանն ավելացրել է Ադրբեջանից նավթամթերքի գնումը։ Ազգային վիճակագրական ծառայության հաշվարկների համաձայն միայն 2026 թվականի առաջին 5 ամիսներին Վրաստանն Ադրբեջանից ներմուծել է 181,8 միլիոն դոլարի ավտոմոբիլային վառելիք և քսուկներ, ինչը 28%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Նշվում է, որ այդ գնումները շարունակում են աճել։ Այդ ցուցանիշով Ադրբեջանը Վրաստանին վառելիք մատակարարող երկրների շարքում երկրորդն է։ Նույն ժամանակահատվածում Ռուսաստանից ներմուծվել է 562 միլիոն դոլարի ապրանք, Թուրքիայից 100 միլիոն դոլարի, Ռումինիայից 65 միլիոն դոլարի, Բուլղարիայից 44 միլիոնի։ Այս տարվա առաջին 5 ամիսներին Վրաստանն ընդհանուր առմամբ ներմուծել է 1 միլիարդ 130 միլիոն դոլարի վառելիք և քսայուղեր։ Թուրքիայի ժողովրդահանրապետական կուսակցության նախկին առաջնորդ Օզգյուր Օզելը հուլիսի 27-ին ներքին գործերի նախարարություն կներկայացնի նոր կուսակցություն ստեղծելու մասին հայտարարություն։ Սպասվում է, որ կուսակցությանը կմիանա առնվազն 70 падգամավոր։ Ավելի վաղ Թուրքիայի դատարանն անվավեր էր ճանաչել ժողովրդահանրապետական կուսակցության 38-րդ համագումարը, պաշտոնանկարել կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելին և պաշտոնում վերականգնել նախկին ղեկավար Քեմալ Քլչդարօղլուին։ Հաղորդվում է, որ Օզելի ուժը կոչվելու է նոր կուսակցություն, իսկ ստեղծման գործընթացին մասնակցող հիմնադիրների խորհուրդը հիմնականում կազմված է լինելու падգամավորներից։ Ակնկալվում է, որ Օզելն այս շաբաթ բանակցություններ կանցկացնի հնարավոր համախոհների և շրջանային մասնաճյուղերի նախագահների հետ։ Գրանցման ընթացակարգերի ավարտից հետո կհրապարակվի նաև կուսակցության ղեկավարության և խորհրդարանական խմբի ձևավորման ժամանակացույցը։ Ակնկալվում է, որ կուսակցությանը կմիանա նաև կալանավորված Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ İmamoğlu'n։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է S-400 համալիրների հարցով երրորդ երկրների հետ բանակցությունների շարունակումը։ Գերատեսչությունից ընդգծել են ԱՄՆ-ի հետ ռազմաքաղաքական երկխոսության դրական դինամիկան, որի շրջանակներում կողմերը փոխադարձ ընդունելի լուծումներ են փնտրում զգայուն հարցերի շուրջ, որոնք շոշափում են այլ պետությունների շահերը։ Պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն ընդգծել է, որ Թուրքիայի պաշտպանական ծախսերը մշակվում են արդիական և հեռանկարային սպառնալիքների մանրակրկիտ վերլուծության հիման վրա։ Ավելի վաղ նշվել է, որ ամերիկյան F-35-երի ծրագրի վերականգնման համար ԱՄՆ-ի պայմաններից մեկը ռուսական S-400 համակարգերի հարցի կարգավորումն է։ ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Վիթաքերը հայտարարել էր, որ Թուրքիային ամերիկյան կործանիչների վաճառքը հնարավոր է, չնայած շարունակվող տարաձայնություններին։ Հարցին դրական է վերաբերվում նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել Իրանին։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տվյալով նպատակն է թուլացնել Իսլամական Հանրապետության ռազմական ներուժը և թույլ չտալ հարվածներ Հորմուզի նեղուցով անցնող նավերին։ Թիրախավորվել է Խոմեյն քաղաքի արվարձանում գտնվող արդյունաբերական օբյեկտ, պայթյուններ են որոտացել Շիրազ քաղաքում։ Իրանական կողմն էլ հարվածել է Քուվեյթում, Հորդանանում, Սիրիայում օբյեկտների։ Բահրեյնում վնասվել է Ամազոնի տվյալների կենտրոնի ենթակառուցվածքը։ Նաև ԶԼՄ-ների տվյալով իրանական ուժերը Հորմուզի նեղուցով անցնող նավթային 2 լցանավի են հարվածել։
Կատարը, Եգիպտոսը, Պակիստանը և տարածաշրջանային այլ միջնորդներ ԱՄՆ-ին և Իրանին առաջարկել են 10-օրյա հրադադար հայտարարել, հայտնում է Axios-ը վկայակոչելով իր աղբյուրները։ Հրապարակման համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ուսումնասիրում է առաջարկը և Իսրայելին կոչ է արել խուսափել քայլերից, որոնք կարող են փակել դիվանագիտության պատուհանը։ Միևնույն ժամանակ Վաշինգտոնը պատրաստվում է բանակցությունների հնարավոր տապալմանը, ավելի շատ ուժեր ուղարկելով տարածաշրջան, նշում է գործակալությունը։ Հուլիսի 8-ին Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ հրադադարի ռեժիմն ավարտվել է, քանի որ Թեհրանը թիրախավորում է Հորմուզի նեղուցում առևտրային նավերը։ Հուլիսի 13-ին Թրամփը պաշտոնապես ծանուցել է Կոնգրեսին Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման մասին։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ կիրակի երեկոյան Թեհրանում Ֆրանսիայի դեսպանության 2 աշխատակից է ձերբակալվել և Իրանի անվտանգության ուժերի կողմից ենթարկվել ճնշման։ Նրա խոսքով դիվանագետներին մի քանի ժամ պահել են առանց բացատրության, հարցաքննել, իսկ նրանցից մեկը ֆիզիկական բռնության է ենթարկվել։ Ավելի ուշ նրանք վերադարձել են դեսպանություն։ Նրանց վտանգ չի սպառնում, դիվանագետները պատրաստվում են վերադառնալ Ֆրանսիա, նշել է նախարարը։ Բարոն կատարվածը որակել է դիվանագիտական անձեռնմխելիության կոպիտ խախտում և հայտնել, որ նախազգուշացրել է Իրանի արտգործնախարարին։ Այդ լուրջ և անընդունելի միջադեպն անհետևանք չի մնա։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետ Էնդի Բըրնհեմին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություն։ Ալիևի խոսքով Բաքուն հատուկ նշանակություն է տալիս Միացյալ Թագավորության հետ հարուստ ավանդույթների վրա հիմնված հարաբերությունների համակողմանի զարգացմանը։ Գոհունակություն է առաջացնում տնտեսական և առևտրային համագործակցության դինամիկ զարգացումը, ինչպես նաև էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության խորացումն ու նոր բովանդակությամբ լցվելը, նշել է Ալիևը։ Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ Միացյալ Թագավորությունը ներկայացնող ընկերությունները մասնակցում են Ադրբեջանում մի շարք կարևոր նախագծերի և հաջողությամբ աշխատում են տնտեսության ինչպես նավթային, այնպես էլ ոչ նավթային ոլորտներում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ Տեղի է ունեցել Ալիևի հանդիպումը Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ։ Ադրբեջանի նախագահին ընդունել է նաև Գերմանիայի կանցլերը։ Իլհամ Ալիևը և Ֆրիդրիխ Մերցը ստորագրել են Ադրբեջանի և Գերմանիայի միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի մասին համատեղ հռչակագիր։ Ստորագրվել է նաև ադրբեջանա-գերմանական գործարար խորհրդի ստեղծման և գործունեության մասին հռչակագիր։ Համատեղ մամուլի ասուլիսում Ալիևը հայտարարել է, որ երկկողմ հարաբերությունները կնպաստեն համագործակցությանը և խաղաղությանը Հարավային Կովկասում։ Նրա խոսքով Գերմանիայի հետ էներգետիկ ոլորտում համագործակցությունն ընդլայնվելու է։ Շատ այլ ուղղություններով ևս նախատեսված են գործողությունների կոնկրետ ծրագրեր։ Համագործակցության հաջորդ ոլորտը ըստ Ալիևի տարանցիկ հնարավորությունների ներուժի իրացումն է։ Նա նշել է, որ Ադրբեջանը կատարելագործում է իր տրանսպորտային ենթակառուցվածքը և կամրջի դեր է խաղում Կենտրոնական Ասիայի ու Եվրոպայի միջև։ Մերցն էլ նշել է, որ Ադրբեջանը Գերմանիայի համար կարևոր գործընկեր է։ Նա շնորհակալություն է հայտնել Ալիևին Ռուսաստանի գազի մատակարարման դադարեցման պայմաններում ադրբեջանական գազի արտահանման ավելացման համար։ Մերցը կարևորել է խաղաղությունը, անվտանգությունը և կայունությունը Հարավային Կովկասում։ Նրա խոսքով Գերմանիան և Եվրամիությունը լիովին շահագրգռված են, որպեսզի աշխարհաքաղաքական այդ կարևոր տարածաշրջանը կայունանա։ Շնորհավորելով Ալիևին Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախաստորագրման կապակցությամբ Գերմանիայի կանցլերը նշել է, որ այն պատմական հնարավորություն է հակամարտությունը վերջնականապես հաղթահարելու համար։ Բեռլինում Ալիևին ընդունել է նաև գերմանական տնտեսության արևելյան կոմիտեի նախագահ Միխայիլ Հարմսը։ Ընդգծվել է ադրբեջանցի և գերմանացի գործարարների և ընկերությունների աճող հետաքրքրությունը համատեղ աշխատանքի նկատմամբ։ Քննարկվել են նման գործունեության ինստիտուցիոնալացման ուղիները։ Մտքեր են փոխանակվել ավանդական և այլընտրանքային էներգետիկայի ոլորտում առկա ներուժի, կապի, այդ թվում միջին-միջանցքի, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում առկա հնարավորությունների շուրջ։ Վարդուհի Հարությունյան, հարևաններ։